Ժամը 17-ներ Open Media-ի ուղիղ եթերում Ռնյոց լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, շատ բարի օր։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երկարաժամկետ կատարման հիմնական երաշխիքը փոխադարձ շահն է, այլ ոչ թե երրորդ երկրների միջամտությունը։ Օրբելի կենտրոնի կազմակերպած համաժողովին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով պայմանավորվածությունները պետք է շահավետ լինեն ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների համար։ Նա նաև անդրադարձել է պայմանագրի շուրջ տարածվող մանիպուլյացիաներին, վստահեցնելով, որ դրանք կվերանան, երբ փաստաթղթի տեքստը հանրությանը հասանելի կդառնա։ Միրզոյանը չի նշել խաղաղության խաչմերուկ նախագծի հայկական հատվածի բացման կոնկրետ ժամկետներ, ընդգծելով, որ տեխնիկական հարցերի շուրջ քննարկումները, այդ թվում ամերիկյան կողմի հետ, շարունակվում են։ Նախարարը հավելել է, որ ճանապարհի 99 տարվա վարձակալության տարբերակը դիտարկվում է, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Իմ խորին համոզմամբ կա մի հստակ երաշխիք, շատ հստակ երաշխիք, եւ դա որևէ երրորդ երկրի մասնակցությունը չի, դա որևէ երրորդ երկրի կամ երկրների խմբի ստորագրությունը չի, դա ամենևին, եթե անցյալին անդրադառնանք կամ քննարկվող վարկածներին, ամենևին զանազան խաղապահները, առաքելությունները չեն։ Այդ երաշխիքը հետեւյալն է. այն ինչի շուրջ հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել պայմանավորվածություն, այն ինչ համաձայնեցվել է եւ դեռ կհամաձայնացվի մնացած ուղղություններով, ձեռնտու է, շահավետ է եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս փոխշահավետությունն է, որը կարծում եմ հարատեվություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի, հռչակագրին, որը երկրների ղեկավարների կողմից ստորագրվել է, կանոնակարգին սահմանազատման, որը վավերացվել է մեր ազգային ժողովում։ Խորհրդարանում շարունակվում են 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանն ասել է, որ մի շարք կառույցների ֆինանսավորումը կաճի, մասնավորապես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել շուրջ 3.5 միլիարդ դրամ, իսկ քննչական կոմիտեին ավելի քան 19.2 միլիարդ դրամ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը մտահոգված է բիզնեսի վրա հարկային եւ քննչական մարմինների շումներով նա ասել է, որ գործարարների դեմ հարուցված գործերում ենթադրյալ խախտումների չափը միտումնավոր ուռճացվում է, գործերը քննչական կոմիտեի վարույց հանձնելու նպատակով։ Ի պատասխան քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը վստահեցրել է, որ իրենց կառույցը գործում է միայն ՊԵԿ-ի հաղորդումների հիման վրա եւ չվճարված հարկերի հավաքագրման պլան չունի։ Երբ որ հիմքերը բավարար են լինում, մենք նախաձեռնում ենք քրեական վարույթներ, այնուհետև քրեական վարույթների նախաքննության ընթացքում, քանի որ վարույթի նախաձեռնման հիմքում դրված է լինում ՊԵԿ-ի կողմից կատարված նախնական հաշվարկը, մենք սկսում ենք քննչական գործողությունների շրջանակներում կատարում ենք նաև անհետաձգելի քննչական գործողություններ, որոնց մեջ մտնում է նաև գույքագրման աշխատանքներ կատարելը, տնտեսվարողի կողմից որոշակի փաստաթղթային հիմքեր առգրավելը, որոնք որպես ելակետ հիմք են հանդիսանում նախաքննության ընթացքում ստուգում նշանակելու համար։ Եվ ստուգման ընթացքում, երբ որ ստուգման արդյունքներն ավարտվում են, ստուգման հիման վրա մենք արդեն որոշում ենք անձին քրեական հետապնդում հարուցելու հարցը, սա է ընթացակարգը։ Երևանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի պաշտոնյա ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության եւ հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։ Եվրամիության ներկայացուցիչը բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է իրականացնելու բարեփոխումները նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովելու դեպի Եվրոպական միություն արժանապատիվ եւ դյուրին ճամփորդելու հնարավորությունը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է մեջբերեմ ունեմ եւս մեկ լավ լուր ապաշրջափակումից այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Հիշեցնեմ, որ ղազախական ցորենի առաջին խմբականակն Ադրբեջանի տարածքով արդեն իսկ Հայաստանում է։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խաղաղության հեռանկար չի տեսնում։ Հակակոռուպցիոն դատարանի Բաքում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանի տարածքով ցորենի ներդրումը խաղաղության նշան է, նա ասել է, թե ինքը խաղաղություն չի տեսնում։ Ի պատասխան դիտարկմանը, թե հնարավոր է իր դեմ նոր խափանման միջոց ընտրվի, Սարգսյանն արձագանքել է ամենայն հավանականությամբ։ Այս րոպեներին ընթանում է քրեական գործի քննությունը, որը վերաբերում է նրա պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն։ Ես չեմ տեսնում խաղաղություն։ Պարոն նախագահ, այսօր Չեմ տեսնում, ուղղակի չեմ տեսնում։ Պարոն նախագահ, այսօր նախատեսված չէ ձեր գործող նիստը մանրամասնիկ ինչն է պատճառը, ինչ է նշանակում։ Կգնամ նիստիկ տեսնեմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, թե 2025 թվականի Հայաստանում շարքային պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ ավելի քան 700,000 դրամ աշխատավարձ։ ԱՊՀ-ին սպառնացող վտանգները, դրանց արձագանքման միջոցառումները եւ արևմուտքի գաղափարախոսական էքսպանսիային հակազդելն են ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների այսօրվա նիստի օրակարգում։ Մոսկվայում կայացած նիստը նախագահել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա առանձին հանդիպում է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Նիստից հետո Շոյգուն ասել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը եւ հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ։ Կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու եւ երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար, ասել է նա եւ հավելել, որ հյուսիս-հարավը կապում է խորը հարավի նավահանգիստները հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի եւ հյուսիսային ծովային ճանապարհի հետ։ Ամերիկյան Քենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի օդանավակայանից թռիչքից հետո բեռնատար ինքնաթիռը կործանվել է, զոհվել է առնվազն 7 մարդ։ Ավիավթարը տեղի է ունեցել կառավարության աշխատանքի կաթվածահար վիճակի ֆոնին, երբ կոնգրեսում հանրապետականների եւ դեմոկրատների փոխզիջման չհասնելու հետևանքով առաջացած շաթդաունի պատճառով ավիափոխադրումների ոլորտում քաոս է առաջացել։ Հոկտեմբերի 1-ից չվճարվող օդային կարգավարների մի մասը չի ներկայանում աշխատանքի, ինչը հանգեցնում է թռիչքների, ուշացումների եւ չեղարկումների ամբողջ երկրում։ Տրանսպորտի նախարար Շոն Դաֆինը հազանգում է, որ եթե շաթդաունը շարունակվի նաեւ հաջորդ շաբաթ, Միացյալ Նահանգների օդային տարածքը մասնակիորեն կփակվի։ Ֆիլիպիններում էլ Կալմեեգի թայֆունի զոհերի թիվը հասել է 46-ի, որոնց թվում ռազմական ուղղաթիռի անձնակազմի 6 անդամ, որը վթարի էր ենթարկվել կենտրոնական շրջանում ուժեղ անձրևներ եւ ջրհեղեղներ առաջացրած հզոր փոթորկի ժամանակ։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Դոնալդ Թրամփի նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո տեղի ունեցած առաջին խոշոր ընտրություններում դեմոկրատները վստահ հաղթանակ տարան Նյու Յորքում, Վիրջինիայում եւ Նյու Ջերսիում։ Դեմոկրատ-սոցիալիստ Զոհրան Մամդանին ընտրվել է Նյու Յորքի քաղաքապետ, իսկ չափավոր դեմոկրատներ Աբիգեյլ Սպանբերգն ու Մայքի Շերիլը հաղթեցին համապատասխանաբար Վիրջինիայի եւ Նյու Ջերսիի նահանգապետական ընտրություններում։ Մամդանիի հաղթանակը հատկապես ուշագրավ էր, քանի որ նա պայքարում հաղթելով նախկին նահանգապետ Էնդրու Քոմոին դարձավ քաղաքի առաջին մուսուլման քաղաքապետը։ Այս արդյունքներին արձագանքել է նաեւ նախագահ Թրամփը հանրապետականների պարտությունը պայմանավորելով ընտրություններին իր չմասնակցելով, մինչդեռ նախկին նախագահ Բարակ Օբաման շնորհավորել է դեմոկրատ տեխնացուներին։ Կարիբյան ավազանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության աճի եւ թմրավաճառության դեմ պայքարում նավերին հարվածների սպառնալիքների ֆոնին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապ Լեոն 14-ին, Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվային եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, խաղաղության եւ երկխոսության կոչերի եւ ամերիկյան գործողությունները դատապարտելու համար։ Ի պատասխան ստեղծված իրավիճակի Բրազիլիայի նախագահ Լուլան հայտարարել է, որ մտադիր է այս հարցը քննարկել Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի պետությունների առաջիկա գագաթնաժողովում։ Նա ընդգծել է, որ Վենեսուելայի խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, քանի որ Լատինական Ամերիկան խաղաղության ոչ թե պատերազմի տարածաշրջան է։
Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանում ռուսական եւ ուկրաինական զորքերի միջև շարունակվում են կատաղի մարտերը։ Նախագահ Զելենսկին դիմել է Միացյալ Նահանգներին, խնդրելով հեռահար զենքեր տրամադրել եւ կոչ արել Եվրամիությանը խստացնել պատժամիջոցները։ Ի պատասխան Վլադիմիր Պուտինը ցուցադրաբար պարգևատրել է նորագույն ստրատեգիական, այդ թվում միջուկային զինատեսակներ ստեղծողներին, դրանք ներկայացնելով որպես պատասխան Միացյալ Նահանգների գործողություններին։ Այս ռազմաքաղաքական սրացման ֆոնին արևմուտքի սահմանած պատժամիջոցներն արդեն իսկ ազդեցություն են ունենում Եվրոպայում։ Ֆինլանդիայում սպառնալով ռուսական Լուկոյլին պատկանող լցակայանների ցանցի փակմամբ եւ հազարավոր աշխատատեղերի կորստով։ Աֆղանստանի հյուսիսում Մազարի Շարիֆ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, վիրավորվել շուրջ 1000 մարդ։ Հարյուրավոր տներ ավերվել են, իսկ իրավիճակն էլ ավելի է բարդացնում սկսված անձրևներն ու մոտեցող ձմեռը, որոնց պատճառով անօթևան մնացած ընտանիքները ստիպված են գիշերել բաց երկնքի տակ։ Չնայած ՄԱԿ-ի, Հնդկաստանի եւ Չինաստանի օգնության խոստումներին, փրկարարական աշխատանքներն ու օգնության հասանելիությունը խոչընդոտվում են վնասված ճանապարհների եւ թույլ ենթակառուցվածքների պատճառով։ Սուդանի Դարֆուր նահանգում բանակի վերջին հենակետի Էլ-Ֆաշիր քաղաքի անկումից հետո տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ զանգվածային փախուստի են դիմել։ Փրկվածները վկայում են դաժան վերաբերմունքի ու սպանությունների մասին։ Ականատեսներից մեկի խոսքով միայն փախուստի ճանապարհը պատված է եղել 1000-ից ավել դիակներով։ Թավիլա քաղաքում ապաստանած փախստականներին օգնող Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունն արդեն ընդունել է շուրջ 1000 վիրավորի, միաժամանակ պայքարելով սովի եւ խոլերայի տարածման վտանգի դեմ։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Ռուսաստանի նախագահ Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին։ Արարողությունը կայացել է Կրեմլում, շքանշանը Սրբազանի կրծքին ամրացրել է անձամբ Կրեմլի ղեկավարը։ Հիշեցնեմ, Եզրաս Սրբազանը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կրտսեր եղբայրն է, հավելեմ, որ Ռուսաստանի անվտանգության պաշտպանության եւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման գործում ներդրում ունեցողներից բացի այս շքանշանով պարգևատրվում են արտասահմանյան նշանավոր քաղաքական եւ հասարակական գործիչներ, Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացման եւ նրա սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու գործում ունեցած վաստակի համար։ Ալեքսանդր Նևսկու շքանշանը միակ շքանշանն է, որ եղել է ցարական, խորհրդային եւ Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների ցանկում։ Հոկտեմբերի 27-ին անհետացած եւ մեկ շաբաթ անց սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները ժամանակավորապես տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն Նյուզեյեմին, հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության աշխատակից Մամիկոն Գալոյանը։ Հիշեցնեմ, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի հրատապ նիստ էր հրավիրվել քննարկելու Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, այդ թվում հորն ու մորը ծնողական իրավունքի զրկելու եւ Տիգրանի քրոջ ու եղբայրների հետագա խնամքի հարցերը։ Անցած մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է 156 հանցագործություն, դեպքերից 16-ը վերաբերում են թմրանյութի հայտնաբերմանը, 14-ը խարդախությանը, 4-ական մարմնական վնասվածք պատճառելուն, անձնական ունեցվածքի գողությանը։ Բացահայտվել է նաև բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, թմրանյութի իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելու եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել 3-ը, հայտնաբերվել է 1 անհետ կորած, 24 ժամում գրանցվել է 13 ավտովթար, 2 մարդ զոհվել է, 22-ը վնասվածք ստացել։ Եվ վերջում Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն ծանրորդներն ճանաչվել Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Տիգրան Կարապետյանը, որոնք նվաճել էին չեմպիոնական տիտղոսները։ Թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է, երիտասարդական թիմը 4-րդը, մինչև 23 տարեկանների թիմը 2-րդը։ Հայաստանի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալով է վերադարձել հայրենիք։ Այսքան այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարի ու խաղաղ երեկո բոլորիս, կհանդիպենք։